Շիրակի իմ շատ սիրված հայրենակիցներ։ Վաղը 20:00-ին ես կլինեմ Գյումրի Վարդանանց հրապարակում։ Սիրելի շիրակցիներ, բոլորիդ այսօր ժամը 20:00-ին սիրով սպասելու ենք Գյումրու Վարդանանց հրապարակ։ ՔՊԱ-ականները մեկը մյուսի հետևից լայվեր են մտնում գյումրեցիներին ուղղված սիրո խոստովանություններով կոչանում մասնակցել իրենց երեկոյան հանրահավաքին։ ՔՊԱ-ականների սիրառատությունը պատահական չէ։ Առաջիկա ընտրություններում Գյումրին Փաշինյանի կարևոր փորձություններից մեկն է լինելու։ Դեռևս 1 տարի առաջ ՔՊ-ն այստեղ ավականու ընտրությունների արդյունքում կորցրեց իշխանությունը, ինչից հետո իշխող ուժը փորձում է միջոցներ գտնել գյումրեցիների համակրանքը շահելու համար։ Հենց այդ ջանքերի շրջանակում էր, որ Մակրոնի պետական երրորդի այցի վերջին օրը Փաշինյանը նրան Գյումրի տարավ որպես ցուցադրություն Ֆրանսիայի նախագահի աջակցության, հաշվի առնելով, որ Հայաստանում բոլորն ու հատկապես գյումրեցիներն ավանդաբար շատ ջերմ վերաբերմունք ունեն Ֆրանսիայի նախագահների նկատմամբ։ Մակրոնի կողքին գտնվելու շնորհիվ էր, որ Փաշինյանն այդ օրը ջերմություն տեսավ գյումրեցիների կողմից, որոնք վաղուց իրեն շատ սառն են ընդունում։ Հատկապես այն բանից հետո, երբ հետապնդումներ սկսվեցին Շիրակի ամբողջ մարզում մեծ հեղինակություն վայելող թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի դեմ։ Այն, որ Փաշինյանն իսկապես մտավախություններ ունի գյումրեցիների քվեարկության հետ կապված, ցույց են տալիս կանխարգելիչ բազմաթիվ քայլերը, որ նա արել է Գյումրիում։ Նախ մեկուսացվեց Վարդան Ղուկասյանը, որը ավականու ընտրություններում բավական մեծ թվով ձայներ էր ստացել ու ընդդիմադիրների միավորմամբ ի վերջո ընտրվել էր քաղաքապետ։ Գյումրիում քարոզարշավից 2 օր առաջ էլ խուզարկվեցին Մարտուն Գրիգորյանի գրասենյակն ու տունը։ Գրիգորյանը նույնպես մեծ թվով համակիրներ ունի Գյումրիում եւ падգամավորի թեկնածու է ԲՀԿ ցուցակով։ Եվ նույնիսկ Անդրանիկ Թևանյանի մեկուսացումը պետական դավաճանության մեղադրանքով այս առումով կարող է ձեռնտու լինել իշխանություններին, քանի որ նրա նախագահած Մայր Հայաստան կուսակցությունը նույնպես մանդատներ ունի Գյումրու ավականիում։ Փաշինյանը ամեն դեպքում, ինչպես երևում է, չի բացառում տհաճ անակնկալները Գյումրիում։ Դեռ երեկ, երբ նա դեռ Գյումրի չէր հասել ու չէր էլ նախատեսում այդ օրը այնտեղ քարոզարշավ ունենալ, մեծաթիվ անվտանգության ուժեր էին քաղաք բերվել։ Վարդանանց հրապարակ տանող ճանապարհներին դեռ երեկվանից ոստիկանները թույլ չէին տալիս, որ քաղաքացիները մեքենաներ կայանեն։ Ընդամենը 1 ամիս առաջ Փաշինյանի վարչաբենդի համերգը Գյումրիում գնահատվեց որպես ֆիասկո։ Նա ելույթ ունեցավ կիսադատարկ հրապարակի առջև։ Այս անգամ Փաշինյանը նույնը թույլ տալ չի կարող, ինչի համար էլ նրա հետ Գյումրիում է նրա համակիրների ավանդական թիմը, ՔՊ-ն գրեթե ամբողջ կազմով, որոնք էլ պարբերաբար տեսանյութեր են օրվա ընթացքում տեղադրում քաղաքացիներին կրկին հիշեցնելով հրապարակում սպասվող իրենց հանրահավաքի մասին։ Հանրահավաքին ընդառաջ Փաշինյանի քարոզարշավը Գյումրիում առանց միջադեպերի չի անցել, թեև նա օրվա մեծ մասը քաղաքացիների հետ չի շփվել, այլ բարձրախոսով քայլել է իրազեկելով սպասվող հանրահավաքի մասին։ Առավոտյան մի տղամարդ է մոտեցել նրան, նշել, որ 2018 թվականին քայլել է իր կողքով, պայքարել, որ իշխանության գա, սակայն այսօր հիասթափված է։ Փաշինյանը թեև իրեն բնորոշ ձևով հունից դուրս չի եկել, չի գոռգոռացել տղամարդու վրա, սակայն արհամարել է նրան, ինչն առաջացրել է գյումրեցի տղամարդու դժգոհությունը։ Պարոն Փաշինյանը ինձ ճանաչեց 16 թվականից իր հետ քայլել եմ, իրան, որ երկիրը փոխվի, այո, ինքը տերել է, որ երկիրը փոխվի, տանեք դեպի լավ, բայց հավարժություն, սարքել են ինձ նպաստար ու աշխատանքից եւ այլնից անել եմ, ոչ մի հարցով չի օգնել, 8 անգամ իրան մոտեցել եմ, 8 անգամ ուղղորդել է, պարոն Պապիկյանով եւ այլն, սպես շրջանակ են կառուցել։ Այսինքն որն է հերոսին ընդհանրապես աշխատանք չեն տալիս, երկրում հերոս պետք չէ իրանց համար։ Փաշինյանն իրեն մոտեցող գյումրեցիներին, որոնք տուն աշխատանք են խնդրել, հիմնականում լսել է դժգոհ դեմքով։ Ուրեմն մենք կապրենք կոմիտեների մեջ, մեզ իքսեն որ մինչև 2027 թվականի նոյեմբերի 9-ը պիտի քանդված եղնեն, ու ոչ մի տիպի օգնություն ընտարաչում չկա։ Կինովակին ասես դենետ ես կանգ առնում ոտի վրա, ես ձեր հարցերին չեմ կարող։ Պարոն Փաշինյան, մերնել ես կուզես 5 հատ փոր ունի, փոքր, անչափահաս, մերնում են ողների տագը։ Ինչ եք ուզում, որ ես ասեմ հիմա ձեզ։ Քոնը կամ թողեք սոցիալական տներից մեկ բանով եմ օգուտ տա։ Սոցիալական տների ծրագիր անելու են, գնային ովքեր են շահառում։ Խնդրեմ դուրս։ Ընդամենը առնում են 30։ Ժիրար ջան, ինչ եք ուզում անել։ Աշխատանք, ես 8 տարի ես Ինչ աշխատանք։ Դու լուբոյ աշխատանք։ Եղբայր, ես աշխատանք հնարավորությունները ասել եմ, նամակ եք գրել, մակագրել եմ։ Այո, ասում եմ, բոլորը ուղղորդում։ Պարոն Փաշինյան, մի խնդրեմ։ Պարոն Փաշինյան, մի փառնություն է։ Հասկացա, եղբայր, լավ է։ Ամեն ինչ է որ բան են տառնում, փող տալիս եք, փող տալիս եք։ Այդ բարայտեղը, այդ բան մեզ
To lavarma atıncı pamlı sorması misal yasarelen kucak nuralarla meska.